Շինարարությունն այն ոլորտն է, որտեղ ավելի շատ ստեղծում ու ստեղծագործում են տղամարդիկ։ Իսկ եթե կնոջ ձեռքն է այստեղ կպչում, իհարկե շահում է շքեղությունը եւ որակը։ Փ. Աբաջյան շինարարական լաբորատորիայի եւ սերտիֆիկացման մարմնի հիմնադիր տնօրեն Փիրուզա Աբաջյանի տանն ենք, հենց նրան ենք բացահայտելու այսօր առանց փողկապի։ Տիկին Աբաջյանը կարելի է ասել մեծատառով մարդ է, որովհետև աշխատողի հետ վարվում է ինչպես իր տան անդամի հետ։ Յուրաքանչյուրի խնդիրներն հասկանում է եւ հնարավորինս օգնում է, որպեսզի շատ ավելի ջերմ ու հարազատ ընտանիքի նման լինենք։ Շատ լավ մարդ է, ինքը որպես կին, որպես մայր, որպես ընտանիքի կին եւ կոլեկտիվի համար նույնպես որպես ղեկավար։ Բոլորին վարակում է իր էներգիայով։ Լավ ընկեր, առաջերտին լավ կին, լավ ընկեր, լավ մարդ, թե բարեկամության մեջ, թե շրջապատում շատ հարգված։ Շատ բարեխիղճ եւ դրա հետ մեկտեղ պահանջկոտ, շատ խիստ պահանջկոտ եւ վերաբերվում է իր կոլեկտիվին այնպես, ինչպես ասենք ընտանիքի եւ դա իր համար ոնց որ երկրորդ ընտանիք լինի։ Առաջին հերթին ընկերական, հա, նոր հետո տնօրեն։ Բայց նաեւ տնօրեն լինելով հանդերձ պահանջում է, որպեսզի աշխատանքի վրա դա չազդի եւ յուրաքանչյուրս իր աշխատանքի մեջ չթերանանք։ Բարև ձեզ Տիկին Աբաջյան, շնորհակալ եմ ձեր տանը մեզ հյուրընկալելու համար։ Բարև եք եկել, բարև ձեզ։ Կարողանում եք ժամանակ տրամադրել տանը ընտանիքին։ Փորձում եմ։ Իսկ խոհանոցում ստեղծագործելու ժամանակ ունենում եք։ Փորձում եմ։ Ճիշտ է, ժամանակը քիչ է, բայց անպայման սիրում եմ պատրաստել տանը, մերոնք սիրում են, ընտանիքիս անդամները սիրում են, որ ես պատրաստում եմ եւ իրանք վայելում են։ Ճիշտ է, երբեմն տրսում սովորում եմ, բայց դա ընդունելի չի։ Արագության աշխատանքի հետ կապված տրսում էլ երբեմն ջում եմ, բայց հիմնականում մենք տանդ ենք սնվում եւ ես խոհանոցը շատ եմ սիրում։ Ժամանակ առ ժամանակ Տիկին Աբաջյանը մեզ շատ համով ուտեստներ պատրաստում ենք, օգտվում ենք, շատ հետաքրքիր լիմոնով տորտ ունի պատրաստած։ Երևակայի ոչ մեկ այդպեսին չի պատրաստում։ Բոլորի համար էլ իրենց մայրիկների սարքած ուտեստը համով է։ Իմ մամայինը բոլորը գիտե, որ համով է, որովհետև մարդու ձեռքի համը ուրիշ է։ Այդ ուտելիքը ցանկացած մարդ ով որ ձնա պատրաստի, իր նման իդեալական չի կարող պատրաստել, միայն ինքը կարանի, դա գարեջրով իր ճաշն է։ Ինքը շատ համով բորշ է սարքում, ինքը շատ համով խաշլամայ է սարքում։ Այն ծանր ուտելիքները հայկական, ղափաման կլինի, չգիտեմ, այնտեղ փախլավաները կլինի, անգամ եթե ինքը չի սիրում, ինքը այնքան համով է սարքում, քեզ թվում է ինքը անդադ փորձել է դա, որ այդքան լավ արդյունքի է հասել։ Խոհանոցում իր պատրաստածը չեմ փորձել ճիշտն ասած, բայց իր կոլեկտիվում իրանք միասին ունեն ընդհանուր խոհանոց, որտեղ իրանք ճաշում են միասին, բոլորը այդ հոգսը քաշում է Փիրուզը իհարկե եւ հոգում է բոլորի համար։ Այո, պահում է իր կոլեկտիվը որպես ընտանիք։ Ամենօրյա մեր ուտելիքը ես եմ պատրաստում։ Երեխաները բուսական, ես եւ ամուսինս կենթանական։ Ես միս շատ եմ սիրում, ես ինքս արյուծ եմ համաստեղությամբ, դրա համար միս ուտել շատ եմ, իհարկե շատ չենք շարաշահում, բայց ամենայնտեղս սիրում ենք ուտել եւ խորովածը, տանինի մսային ինչ-որ ճաշեր, տարբեր տեսակի, որտեղ եւ պատրաստում եմ դա բոլորը։ Խորովածը ամուսինս է պատրաստում շատ համեղ, իսկ ես ճաշեղենը։ Իսկ այստեղ ես գիտեմ, որ հյուրեր հաճախակի եք ունենում։ Այո, անպայման։
Կոլեկտիվի անդամներ, ընկերներ, բարեկամներ, բոլորը եւ Գյումրիից շատ ենք հյուրընկալվում, շատ բոլոր տեղերից։ Բարեկամներ ունենք, ընկերներ ունենք, բոլորը դրա համար է մեր տունը պատրաստելուց մենք ինքներս ենք սարքել, տունը պատրաստելուց դա ամեն ինչ հաշվի ենք առել, այո։ Ծնունդով Գյումրեցի եք։ Լեննականցի եմ։ Գյումրիում եք ծնվել, մեծացել։ Այո, ծնվել, մեծացել եմ, դպրոցս ավարտել եմ Գյումրիում, սպորտով պարապել եմ Գյումրիում, նույնպես պարապել եմ ոչ կնոջը հարմար սպորտաձևով, բիատլոնով, ունեցել եմ շատ մեծ հաջողություններ Հայաստանի մասշտաբով, մասնակցել եմ միութենական մրցույթներին եւ դպրոցս ավարտելուց հետո իմ սպորտը թողել եմ, քանի որ այլ նպատակներ ունեի եւ ընդունվեցի Երևան տեղափոխվեցի, ընդունվեցի Երևանի Կարլ Մաքսիմովյան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկո-տեխնոլոգիական բաժինը։ Տիկին Աբաջան, դեռ մանկության տարիներից դուք ընտրել եք միջավայր, որտեղ ավելի շատ տարրական սեռի ներկայացուցիչներն են լինում։ Դա սպորտն է, հետագայում այն մասնագիտությունը, որը ցանկանում եք ընտրել իրավաբանություն, բայց ընտրեցիք այլ մասնագիտություն, որը եւս ավելի շատ տղաներին է հատուկ։ Եվ աշխատանքն էլ, որով որ այսօր զբաղվում եք, իհարկե շահում են այն ընկերությունները, որոնք աշխատում են մի ընկերության հետ, որը ղեկավարում է կինը։ Շնորհակալ եմ, որ լավ կարծիք եմ կազմել, կարծիք եմ ստեղծել ձեր մոտ եւ ընդհանրապես։ Այո, մանկուց մեծացել եմ, որպես ես եղել եմ ընտանիքի միջնեկ երեխան։ Եղբայրս շատ փոքրուց եկել է Երևան տեղափոխվել է ֆիզիկո-մաթեմատիկական թեկումով դպրոցն ավարտել համալսարանից, այդպես որ փոքր քույրս ինձանից շատ փոքր էր եւ ես այսպես ասած եւ աղջկա եւ տղայի տերում էի։ Հայրս սպորտսմեն է եղել ինքը եւ իմ հետ պարապել է փոքրուց եւ այսպես այդ միջավայրը միանգամից որ ընկնում ես արդեն գնում է այդպես։ Եվ այդ միջավայրին սովորելով ձեռք եմ ունեցել եմ բազմաթիվ լավ ընկերներ, շատ, որոնք ամբողջ կյանքի ընթացքում ուղեկից են դարձել ինձ։ Հիմա էլ ունեմ շատ լավ ընկերներ եւ հետո ինստիտուտը ավարտելուց հետո երկրաշարժ, ինչպես գիտեք, տուն կորցրել ենք ամեն ինչ, հարազատներ եւ այլն եւ ես տեղավորվեցի Գյումրու տնաշինական կոմբինատում որպես տեխնիկական վերահսկողության պետ։ Եվ 12 տարի աշխատել եմ այնտեղ։ Այո, իրոք տղամարդու մասնագիտությունն է։ Սովորեցինք այդ մասնագիտությանը, այսպես ասած, եւ սիրեցի։ Չնայած կյանքիս երազանքը չի եղել շինարար դառնամ, ասեմ, ուզեցել եմ քրեագետ դառնամ, շատ եմ սիրել, դետեկտիվ գրքեր շատ էի կարդում, շատ։ Բայց կյանքը երևի երկրաշարժը ավելի շուտ ուղին փոխեց մասնագիտության։ Ես ուզում հարցնել, մեր կյանքը բաժանվեց երկու փուլի՝ 88-ից առաջ եւ 88-ից հետո։ Եվ վստահ եմ, որ ձեր որոշումներում շատ փոփոխություններ եղան 88-ից հետո։ Կարող եմ արդյոք ասել, որ այն աշխատանքը, որով որ հիմա եք զբաղվում, հիմքը հենց այդտեղից է գալիս։ Այո, ուրեմն 88-ից առաջ ուսանողական կյանք, Երևան, շատ արտակարգ ուսանողական կյանք եմ ունեցել, շատ լավ։ 88-ը ամեն ինչ փլուզեց, ամեն ինչ։ Եվ տուն կորցրինք, եւ հարազատներ կորցրեցինք, եւ կամա թե ակամա ես պատահականությամբ գնացի գործ էինք փնտրում, բոլոր գործարանները ավերված էր, եւ ես բախտի բերմամբ, սենց ասեմ թե պատամամբ, ես ինձ ընդունեցին տնաշինական կոմբինատում, քանի որ իմ դիպլոմը համապատասխանում էր մասնագիտությանը, եւ այդպես աշխատեցի քրտնաջան, գիշեր ցերեկ աշխատել ենք, լավ կոլեկտիվ ենք ունեցել եւ ինչպես գիտեք 90-ական թվականների վերջին բոլոր գործարանները լուծարվեցին, այդ թվում նաեւ մեր գործարանը։ Եվ ընտրեցինք արդեն մտածում էի ինչ անել։ Այդ տարիներին իհարկե 2000 թվին ամուսնացա։ Մի րոպե, շատ արագ մի անցեք։ Մինչև ամուսնանալը, ինձ հետաքրքիր է։ Ինչպես հանդիպեցիք ձեր ամուսնուն։ Ամուսնուս ուրեմն գործարանը լուծարվում էր։ Ամուսինս այդ խմբի մեջ էր, որոնք պետք է գնային գործարանը։ Այդ տարիներին 3 տարի ճանաչել ենք իրար, աշխատել ենք միասին, կերել ենք, խմել ենք, այսպես ասած, մասնակցել ենք, բայց բացարձակ իմ մտքով չի անցել, որ հանկարծ կարող եմ զույգ կազմել իր հետ։ Եվ մի օր, շատ իմ ծննդյան օրը, օգոստոսի 15-ն էր դա, նա ինձ վարդեր է նվիրում։
ասի լավ, այս տղան ինչի ինձ վարդեր նվիրում։ Բոլորը սա իր աչքը իր վրա էին։ Շատ գեղեցիկ, բարեկեցիկ, արտաքինով, լավ բնավորությամբ, նույնիսկ կատակ եմ արել աղջիկներին, ասել եմ համեստ պահեք ձեզ, պետք է ամուսնացնեմ Վարդանի հետ։ Եվ ինքը առաջարկություն արեց, ես ունենց հանկարծակի եկա, ասի, երբ մենք 3 տարի իրար ճանաչում ենք։ Հիմա նորից ասեց, ուրեմն պետք է ամուսնանանք։ Դե եթե մարդը 43 տարեկանում կամուսնանա, կնոջը, ասենք աղջկան, դժվար չէ համոզելը։ Ու ինքը շատ գեղեցիկ առաջարկություն արել։ Ես նստած եմ եղել բազկաթոռին, ինքը ծունկա շոկել եւ երկու ձեռքով այսպես պահելով ասել եմ մինչեւ չհամաձայնվես, ես քեզ պատ չեմ թողնի։ Մեր տան մեջ իմիջայլոց։ Չէր ընդունե, բացադրեց աղջիկան։ Ճիշտ է, էս է։ Արի ամուսնանանք։ Մի երկու հատ փոքրիկ կունենանք, դրանից հետո կտեսնես կյանքը ինչա կփոխվի։ Ժամանակներն անցնիգը, բայց ինչ ենք ետ թողե, ոչ մի բան։ Եվ համաձայնել եմ, պատկերացեք երևի Աստծո կամոք։ Ու իմ կարծիքով Աստծո կամքով այդ ամեն ինչը եղավ։ Որտեւ ինքը շատ տեխնազուներ ունի, բայց ես ափսոսեցի, որ այդ գյուզարական, այդ լավ աղջկան, ինչ որ այդ իմ հսմատս ուրիշի ծերը անցներ։ Սկսվեց արդեն իմ կյանքի նոր փուլը։ 2000 թվին ամուսնացանք, նու երեխաներս Անահիտս ծնվեց 2001-ին, 2002-ին հասմիկս դժվար է եղել, աշխատանք այդ ժամանակ չունեին, գործանը լուծարվել էր։ Քիչ-քիչ ծրագրերի մասնակցում էինք, հետո ես որոշեցի ընկերությունը բացել։ Վարդանն այլ առաջարկ ուներ, քանի որ ինքը մեխանիկ էր մասնագիտությամբ, ինքը այլ առաջարկ ուներ, սիրում էր ինքը գյուղի կյանքը, ասում էր գնանք գյուղում ոչինչ տուն կվերցնենք, գործ կդնենք, մի վախեցի, ես ինքը իրոք ձերքից շատ շնորհքով է, խելացի, կազմակերպված եւ ես իրան իհարկե անպայման պետք է թեւուտիկունք լինեի։ Հետո առաջարկեցի, ասի, քան որ ես մասնագիտությունը սա է, ես չեմ ուզում թողնեմ։ Արի մենք միասին բացենք մեր ընկերությունը։ Եվ 2006 թվականի մայիսի 11-ին ընկերությունը շուտ էի բացել, բայց լիցենզավորված չէր, հավատարմագրված չէինք։ Այդ ժամանակ ես ձեզ ասեմ, այդքան էլ պարտադիր չէր, այո, չկար ընկերություններ, մեկ-երկու ընկերություններ էին, որոնք սենց աշխատում էին, ես ուզեցի լուրջ զբաղվեմ։ Եվ մենք լուրջ սենց ասեց գործի կպանք, որովհետև չունեինք, բազա չունեինք։ Տեղափոխվեցինք Երևան, ամբողջ ընտանիքով, երեխաները փոքր, մայրս ինձ շատ է օգնել, շատ։ Գործուղումները բան որ գնում էինք, բոլոր գործուղումներին ինքն էր երեխաներին նայում, դա շատ կարևոր բան է, որ մեկը քեզ օգնող կա։ Շատ ապահով է այդ կողմով, իսկ գործուղումների գնում էի Վարդանի հետ միասին, որտեվ վստահելի մարդ չունեինք, այդքան մասնագետ ճարելներ այդքան բան չէր։ Հետո մենք տունը ամբողջ մեր տուն ունեինք եւ ես եւ Վարդանը դրանք բոլորը վարկի տակ էր։ Այդ վարկի տակով մենք աշխատել ենք վարձակալած լաբորատորիայում, որի սարքավորումները նույնպես վարձակալած էր, պատկերացրեք ու քիչ-քիչ ծավալ ենք հավաքում եւ որոշեցինք մորս խորհրդով իհարկե շատ արագացեցինք հողամաս վերցնենք։ Այս հողամասը, այս տանտեղը, որտեղ մենք հիմա նստած ենք։ Մենք 0-ից սկսել ենք այս տունը կառուցել, մենք մեր իհարկե շինարարական ընկերությունով, բայց մենք մեր ուզածով, նախագծերը մեր ուզածով ամեն ինչը սաղ բոլորն արել ենք եւ հասանք այս բանին։ Երբ լաբորատորիան պատրաստ էր, վերևում դեռ բնակարան չկար։ Մենք արագ տեղափոխվեցինք ստեղ, որովհետև այլ բան չկար անել, այլ բան չունեինք, բավականին ֆինանսական մեծ խնդիրների մեջ էինք, բայց փառք Աստծո, որ ասում է մարդ պետք է կյանքում նաև ես ասել եմ, մայրս ասում էր համարձակությունից բացի ասում է դու այն աստղը որ ծնվել ես, այդ աստղը շատ ուժեղ աստղ է, շատ բախտավոր աստղի տակ ես ծնվել աղջիկս, դու հաջողակ ես կյանքում։ Իրոք որ գիտեք ինչ մեկ այլ բան է գործ դնելը, մեկ այլ բան է հաջողությունը, որ քեզ միշտ ուղեկցում է։ Կյանքում Աստծո սերը, այո, իմ եւ իմ ընտանիքի վրա եղել։ Իմ աղջիկներն են հաջողակ, միշտ ասում եմ, իրանք ճիշտ աստղի տակ են ծնվել, այսպես ասած, մեզ փառք Աստծո, որ ասում եմ, հաջողությունը նաեւ հաջողությունն է, դրա գրավականն է մեր հասնելու հաջողության, որ միշտ հաջողակ լինի մարդ կյանքում, նաեւ մի քիչ կոնե պետք է հաջողություն ունենա։ Սա է։
Տիկին Աբաջան, ձեր դստրերը ձեր ուղին, ծնողների ուղին է շարունակում։ Այո, մեծս Անահիտս երբ դպրոցը ավարտեց, իսկ ինքը ավարտեց ավագ դպրոցը պոլիտեխնիկից, եւ մտածում էինք, որ բնականաբար պետք է պոլիտեխնիկ գտար, եւ մտածեցինք, ասեց կուզենայի լեռնամետալուրգիա, ես իրան խորհուրդ տվեցի եւ ինքը ընդունեց շատ մեծ սիրով։ Եվ գերազանց ավարտեց, լավ սովորել է, իմիջիայլոց ամբողջ 3 կուրսերի միջի միակ աղջիկն է եղել ինքը, ու շատ հպարտ էր, խմբի ավագներ, սաղին կազմակերպում էր, դասերին եւ այլն, շատ լավ էր, իրանք գոհ են, ավարտեց, սովորեց, եթե չսիրի չէր սովորի իմ կարծիքով, իսկ Հասմիկս նույնպես ընդունվեց պոլիտեխնիկական ինստիտուտի դիզայնի բաժինը, շենքերի ներքին եւ արտաքին դիզայն։ Դուք այսօր միասին եք աշխատում, լրացնում եք մեկը մյուսին, թե ու թիկունք եք։ Ինձ հետաքրքիր է հեշտ է ընտանիքի անդամի հետ աշխատել։ Մտածում եմ պիտի եւ հեշտ եւ ինչ որ առումով նաեւ դժվար լինի, սխալվում եմ, հատկապես ամուսնու հետ աշխատելը։ Չէ, ճիշտ եք, վիճաբանում ենք երբեմն չէ, շատ եք վիճաբանում, մասնագիտական իհարկե, եթե խորը մասնագիտական իմ մասով լինում է, իհարկե ես հաղթող եմ բայց զիջում եմ, ես շատ Վարդանն եմ շատ զիջում, մենք ընդհանուր վիճաբանության ընթացքում մենք ընդհանուր գործը չի դժվում, որովհետև մենք միատար որոշում ենք կայացնում, այդ թվում նաև աշխատողների հետ, բայց երբ խոսքը հասնում է երկուսիս արդեն, մենք երկուսով մի որոշում ենք կայացնում, որ գործը դրանով չի դժվում երբեք։ Աղջիկները իհարկե, աղջիկներից մի քիչ երևի ես շատ եմ խիստ երևի ինձ թվում է ոչ, բայց իրանք ասում են խիստ ես մաման։ Դա այդպես է պետք է լինի, ծնողը պետք է անընդհատ երեխաների վրա խոսա, իհարկե ոչ անտեղի, բայց դիտողությունները ճիշտ են, դա իրանց համար ենք մենք անում, որ իրանք ճիշտ ուղու վրա կայնեն։ Ճիշտ ուղու վրա կանգնած են, բայց պետք է երբեմն։ Տիկին Աբաջան, իսկ ինչ է կարծում, հեշտ է ձեզ հետ աշխատել։ Կարծում եմ այո։ Օրվա մեծ մասը աշխատանքի վայրում ենք լինում եւ այնպիսի միջավայր է ստեղծել Տիկին Աբաջյանը, որ յուրաքանչյուրս ապրում ենք մեկը մյուսի հաջողություններով, ձեռքբերումներով։ Միշտ մասնագետի պրոֆեսիոնալի հետ ավելի հեշտ է համագործակցել, քան թե բան չիմացողի հետ։ Մենք հասկանում ենք, որ ոնց ասում են ընտանիքում ընտանիք, աշխատանքում աշխատանք։ Բոլորի հետ է նույն ձևի, թե աշխատողների հետ աջերեմ, թե մեր հետ աջերեմ, խիստ ժամանակ պետք է խիստ ատինում։ Իհարկե, հեշտ է աշխատել։ Եթե ամեն ինչ ըստ պահանջի է լինում, հեշտ է աշխատել։ Փորձում է աշխատանքի վայրում ստեղծել այնպիսի միջավայր, որ երբ 8-9 ժամով աշխատանքի վայրում ենք լինում, մենք մեզ ավելի ազատ զգանք եւ զգանք ջերմությունը։ Իմ համար ինձ թվում է մի քիչ դժվար է, որովհետև ինքը ավելի շատ բան է պահանջում ինձնից։ Միշտ ուզում եմ, որ մի բան ավել կարդամ, մի տեղ ավել գնամ։ Ես էլ եմ իմ կողմից իհարկե ուզում ինչ-որ մի բան տեսնել, որովհետև երբ որ մասնագետներով քննարկում է լինում, իրենք այնքան հետաքրքիր են այդ ամեն ինչը վերլուծում, որ դու ուզում ես այդ ամեն ինչի մասնիկը լինես։ Տեխնիկապես ես եմ զարգացած, իսկ թղթաբանությամբ, մտավորական մյուս հարցերով Տիկին Աբաջյանը ու շատ հեշտ է։ Եթե ինքը չլիներ, ես այդ գործերը չենք անել։ Տիկին Աբաջյանի հետ հեշտ է, որովհետև առաջին հերթին սովորեցնում է մասնագիտությունը, ինչքան էլ մենք մասնագետներ գալիս ենք, բայց աշխատանքի բնույթն այնպիսին է, որ պիտի երկար տարիների փորձ ունենա, որպեսզի կարողանա դա ներկայացնել։ Երբեք չի գնայինք հայլին, որը հակասում է իր աշխատանքի բնույթին։ Այ դա ասենք, որ ինչ որ մի բանի որակը այնպես չլինի, ինչպես որ պետքա լինի, ընդառաջ չի գնա երբեք։ Ես փափուկ ազնվորություն եմ բնավորությամբ, բայց զիջող չեմ, որ տեղերը որ պետք է, ես չեմ զիջում։ Այսինքն, եթե գործը անորակ է արված, եթե գործը ընդունելի չի ընդունվում, դա միանշանակ, բայց պետք է պատվիրատուի հետ աշխատել այնպես, որ ինքը կոմնա քեզանից։ Այսինքն, եթե մարդուն նույնիսկ ոչ ես ասում, պետք է շատ գեղեցիկ մատուցվի դա, որ մարդը չվիրավորվի, եթե ոչ իր մեղքով է մանավանդ կատարվի այդ ամեն ինչը, դա այնպես ենք անում, որ դա օրենքի սահմաններում պետք է լինի ամեն ինչը։ Լուծումը ամենայն դեպս հանգուցալուծումը ճիշտ է տրվում, բայց ես ինձ թվում է, ես ավելի փափուկ ազնվորություն եմ։
կոլեկտիվի անդամներն են դա ասում եւ ում հետ որ շփվում ենք, դա էլ ցույց է տալիս նա, որ գնալով մեր հայտատուների շրջանակը ավելի մեծանում է։ Իմ մաման իմ համար ավելի շատ մտերիմ ընկերուհի է, համընկերներից է։ Նա մանավանդ իմ ընկերների հետ էլ է ինքը շատ ջերմ, ինքը միշտ ազատ է, երևի հենց այդ ազատությունն է օգնում է ինձ, որ ես իր նման կարողանամ առաջ գնամ ցանկացած գործում, ոչ մի սահմանափակում չի տալիս, հակառակը մեզ անդադ ընթառաջում է, ասում է ամեն ինչ արեք, որ դուք հետ լավ բարձունքների հասնեք։ Անկամ եթե բասկետբոլ ինքը չի սիրում, ինքը որ իմանա ես ուզում եմ գնամ մաչի, ինքը անպայման իմ հետ կգա։ Ես մեծ հաճույքով կշփվեի Տիկին Փիրուզի հետ աշխատանքից դուրսել։ Որպես ընկեր իրեն ամեն ինչ կարելի է պատմել։ Ինքը շատ սիրում է լսել, ինքը շատ սիրում է խորհուրդ տալ, որովհետև մեծ կյանքի փորձ ունի։ Իսկ ինչու կարող է ձեզ բարկացնել, ինչից կարող եք բարկանալ։ Վախկոտությունը, բացարձակ չեմ սիրում վախկոտ մարդը։ Վախկոտ մարդը ամեն ինչին դունակ է։ Վախի ազդեցության տակ մարդ կարող է հայրենիք դավաճանի, մարդ կարող է ընտանիք դավաճանի։ Վախկոտությունը մանավանդ տղամարդու մեջ։ Կին թե տղամարդ դա կապ չունի, բայց հատկապես տղամարդու մեջ մեր հայ տղաներին ես տղամարդկան ցանկանում եմ, որ չվախենան ոչ մեկից։ Այս շատ վճռորոշ պահին մեր հայրենիքի չպետք է վախենալ ոչ մի, թեկուզ մավամտի գնաս, բայց պետք է շատ ոնց ռիսկով պետք է գնաս։ Դա է։ Կյանքում պետք է չվախենաս ներդրումներ անել քո բիզնեսի մեջ։ Վախը ամեն ինչին վնաս է տալիս։ Դավաճանությունը իհարկե։ Բայց ես չեմ ընդունում ոչ ընտանիքի դավաճանություն, ոչ հայրենիքի, ոչ ընկերոջ դավաճանություն չեմ ընդունում։ Մնացածը բոլորը արդեն լուծելի հարցեր են։ Աշխատանքի մեջ բարկանալը նորմալ պրոցես է, դա բոլորի մոտ է, բայց ընդհանուր ինքը պոզիտիվ դրական մարդ է շատ ու հեշտ է աշխատել հենց մարդկանց հետ։ Եթե աշխատանքը ինչ-որ բան սխալ են կարել կամ ինչ-որ բան դեդլայնում չենք հասցնում, ցանկացած այդպիսի աշխատանքների մեջ, բայց հիմնականում այդպիսի բաներ չկա։ Ճիշտն ասած չեմ տեսել Տիկին Աբաջյանին բարկացած, որովհետև բնույթով այնպեսին է, որ եթե մենք անգամ լարվում ենք, աշխատանքում լինում է այնպեսի պահեր, որ չգիտենք այդ իրավիճակից ոնց կարելի է դուրս գալ, Տիկին Աբաջյանը շատ սթափ, շատ հեշտ գալիս ասում է, այսպես պիտի լինի ու մենք հասկանում ենք, որ դա ճիշտն էր։ Կարող է բարկանալ հենց փոքր ինչ-որ անուշադրության սխալներ թույլ տալուց, ինչ-որ թվերի մեջ փոքր սխալներ թույլ տալուց կարող է լինի, բայց դա բարկանալ չի, ուղղակի տենց նկատողություն է, տենց Վալիկ ջան, կարեր ուշադիր լինեիր, այս սխալը թույլ չտայր։ Ինչպիսի բարդ իրավիճակ է լինի, շատ հեշտ կարողանում է ելքը գտնել ու մեզ էլ հանդարտեցնում է, որ այսպես է, ու մենք ընդունում ենք, որ դա ճիշտն էր։ Աբաջյան ընկերությունն այսօր Հայաստանում խոշորագույն ընկերությունների հետ է գործակցում։ Այ ինձ հետաքրքիր է հաճախ է ստացվում կամ ստացվում է արդյոք բացասական եզրակացություններ ներկայացնել ընկերություններին։ Իհարկե, աշխատանք է։ Մանավանդ շինարարությունը դա մի ոլորտ է, շատ բարդ ոլորտ է։ Մասնագետները հիմա շատ քիչ են մնացել, ցավալի է, բայց դա այդպես է։ Եվ բացասական իհարկե լինում են, աշխատանքի մեջ ամեն ինչ է լինում, մեր աշխատանքի մեջ էլ է լինում, դրա համար մեզ պարբերաբար ստուգում են, դրա համար մենք ենք ստուգում, ում որ տալիս ենք սերտիֆիկատներ, պարբերական գնահատումների ժամանակ, մենք անպայման տարին մեկ անգամ մենք այցելում ենք ու ընդհանրապես ընթացքում միշտ ստուգումներ է լինում, առանց դրա չի լինում, բայց դա պետք է չազդի շինարարության որակի վրա։ Ամենայն դեպս մեր պատվիրատուները իրանք գիտեն, որ ես շատ խիստ եմ այդ կողմից եւ ես բարձրաձայնում եմ եւ նաեւ հիմա օրենքի փոփոխություն է տեղի ունեցել, որ պետք է բացասական արդյունքները անպայման հայտնենք նախարարություն։ Այսինքն կառավարություն ենք հայտնելու դրանք եւ շատ ուրախալի է դա։ Կարող ենք ասել, որ ձեր հիմնած ընկերությունը եկավ ոլորտում նոր խոսք ասելու եւ որակապես եւ ձեռագրի առումով որակապես կասեի, նայեք, սարքավորումներ բոլորն ունեն։ Չէի ասի բոլորը, բայց կան սարքավորումներ, բայց դա իսկ ոլորտը մեր նման ոլորտը, որը ամեն ինչ է փակում, այսինքն մենք ամեն փորձարկում, այսինքն եթե պատվիրատուն գալիս է մեր մոտ, նա շինարարության ոլորտի ինչ փորձարկումներ կա, նա կարող է մեր մոտ գտնել։
Այսինքն մենք կարող ենք պատվիրատուին բոլոր մասերով բավարարել։ Եթե նրա պահանջարկը, ասենք, բայց կան լաբորատորիաներ, կամարներ, որոնք անում են եւ բայց նաեւ ունեն նեղ մասնագիտացած եւ ունեն պայմանագրային այլ այդ։ Հիմա եթե դուք լինեք պատվիրատուն, դուք կգնաք մի լաբորատորիա կամարին, որը ամեն ինչ անում է դեռ, ճիշտ է։ Դա եւ ֆինանսապես եւ ժամանակապես դա ավելի ծերնդու է հայտատուին։ Դրա համար ըստ երևույթին մեր պահանջարկը ավելի շատ է շուկայում, ավելի շատ են մեր մոտ հաճախում։ Եվ ես կասեի, որ որակյալ շինարարները, որտեվ ես անորակ շինարարներին, անորակը, ասենց ճակերտավոր ասած, ասենք շրջանցում են որոշակի օրենքի բաներ, ես չեմ ընդունում դա։ Իսկ երբ պիտի դիմենք ձեր ընկերությանը, ձեր օգնությանը, երբ պետք է սկսել շինարարություն, թե շինարարության արդեն որոշակի փուլում։ Ոչ, նախքան շինարարություն սկսելը, ցանկացած կազմակերպություն, երբ սկսում է շինարարությունը, նա պետք է ունենա լաբորատորիայի հետ պայմանագրեր։ Ասենք, եթե շենք են սարքում, նոր փուլում նախագծային փուլերը վերջացած է, հաջորդ քայլը պետք է լաբորատորիայի հետ անպայման պայմանագիր։ Իսկ եթե որոշակի սարքավոր նյութեր ունեն, որոնք ներկրվում է այլ երկրից, երրորդ երկրից կամ ԵԱՏՄ երկրներից, որոնք մեր մոտ գործում են ազգային տեխնիկական կանոնակարգով, անպայման դրանք պարտադիր սերտիֆիկացման ենթակա են։ Այդ օրինակ ամրանները, ցեմենտները ներկրվող բոլորը մեր ընկերությունով սերտիֆիկացվում է։ Տիկին Աբաջան, ես վստահ եմ, որ Շիրակի կոլորիտը նաև ձեր կենցաղում է այսօր ապրում։ Այո, անպայման, դա ամբողջ կյանքին է։ Մարդը եթե ծնվում է որտեղ, ես գտնում եմ, որ հենց այդ կոլորիտը իր մեջ մտնում է մինչև իր կյանքի վերջը։ Տիկին Աբաջանը, պատահականություն է արդյոք աշխատակիցները ընտրությունը Շիրակի մարզից։ Դա այդպես ստացվեց։ Իրենք են մեզ գտել, այսպես ասած, դա պատճառ եղավ, երբ Լիդիան աշխատեց ամուսարը։ Դե շինական աշխատանքների լաբորատորիա էր հարկավոր եւ մրցույթով մենք շահեցինք։ Մինչև հիմա իմ լաբորատորիան դեռ Լիդիանում գտնվում է, մինչև տեսնենք իր հանգուցալուծումը ինչպես կստանանք եւ տղաներին ընդգրկեցինք իմանալով, որ իրենք հյուսիսարավում աշխատել են, բանի մասլավ տղաներ են, իրենք դիմեցին եւ մենք նույնպես, մենք շատ լավ մինչև հիմա համագործակցում ենք, շատ գոհ եմ իրանցից։ Երեքն են եղել են էլի, եկե գնացել են, կապը իհարկե կա, գնացողների հետ միշտ կապը կա, որովհետև մենք ընտանիքներով ենք, ոչ միայն աշխատողներ, նաև ընտանիքներով ընկերություն ենք անում, այսպես շատ մոտիկ։ Հավաքույթներին բոլորը պարտադիր ընտանիքի կանայք պետք է ներկա լինեն, պարտադիր է դա բոլորը գիտեն։ Եվ տղաների հետ աշխատում եմ, շատ գոհ եմ իրանցից, շատ պարտաճանաչ, կարգապահ, իրանց գործը բանիմաց, իրանց գործը իմացող լավ, ընտանիքի նման աշխատում ենք, շատ գոհ եմ։ Ավանդույթներ հիմնեցիք։ Այո, իմ մոտ աշխատակիցները բոլորը առանց բացառությամբ սնունդը տրամադրում է ընկերությունը անվճար, դա պարտադիր է, մեր մոտ պատրաստում ենք։ Այո, ամենակարևորը դա է, որ հենց այդտեղ է պատրաստվում։ Հենց այդ կոլորիտը դա է, էլի, որ Շիրակի գյումրեցիները ընդհանրապես հյուրասեր մարդիկ են։ Դա ի վերուստ եկել է, այդպես գնալու է միշտ էլ։ Չեմ ասի մյուս մարզերը հյուրընկալ չեն, իսեր Աստծո, մեր մոտ մի քիչ ուրիշ է այդ հյուրընկալման։ Այո, Գյումրվա կոլորիտը իրան ասում է։ Մենք երբ տոնորերին, երբ դուրս են գալիս բնության գիրք, պարտադիր պարտադրում են, որ իրանց խաշլամամբ դիեսեփեմ։ Դա անում եմ մեծ սիրով, որտեվ ես դրանից հաճույք եմ ստանում, որտեվ հաճույք ինչու եմ ստանում, որտեվ շատ համեղ է լինում եւ իրանք շատ համեղ։ Բոլորը գոհ են։ Բոլորը գոհ են, ես ինձ շատ լավ եմ զգում։ Եթե չիմանայի, չէի պատրաստի հաստատ, որ մարդիկ հազիվ ասեն լավ, տնօրենը դրել է կուտենք, չէ, իրոք լավ է ստացվում։ Շատ լավ հանգստանում ենք տոնորերին բնության գիրկը պարտադիր։ Անցած տարի մի քիչ ենք արել, դե պատերազմից հետո ընդհանրապես երևի առաջի 3 տարին ընդհանրապես ոչ միտեղ չենք գնացել, ոչ մի միջոցառում չենք ունեցել, բացարձակապես, որովհետև մենք ունեցել ենք ամուսնուս 60-ամյակներ ընդհանրապես չենք նշել, Վարդանն ասեց, սիրտ չունեմ, հավես չունեմ, ոչ մի ծնունդ, այ այդպես, բայց պետք է կոլեկտիվից չպետք է կտրվել, չնայած մենք ամեն օր
ճաշկերույթը մեր մոտ լինում է, Առավոտյան սուրճը։ պրոցեդուրան, ես ունեմ շատ շնորհալի տղաներ, որոնք լավ ձեռք ունեն պատրաստման համար, մենք իրար հետ այդ օրը որոշում ենք ինչ ենք պատրաստելու, մենք պատրաստում ենք բոլորս միասին, այսպես ասած, ամեն ստամոքսի հարցը տեղում լուծվում է, դա շատ կարևոր հարց է, որովհետև մենք նորմավորվող չէ մեր աշխատանքը, երբեմն այն միշման ժամին դրսից Սյունիքի մարզից մարդիկ գալիս են, ոնց կարող եք սպասեք, մենք ընդմիջենք նոր բան չի լինում տեսփան, երբ հարմար է այդ ժամանակ ուտում ենք, դա բոլորին մեծացնում է, ասենց ասած, շատ դարձնում է մի ամբողջական սես մարմին, որոնք մի գործ են անում, որակյալ, լավ գործ։ Եվ որից շահում է իհարկե աշխատանքի որակը։ Անպայման։ Աշխատանքային ավարտի հասկացողություն կա, ստացվում է պահպանել դա։ Լինում է, բայց արտաժամյալ են լինում, քանի որ շինարարությունները երբեմն արտաժամ են աշխատում, պահանջարկը չեն կարող մերժել, անպայման լինում է, բայց աշխատում ենք մինիմումի հասնենք, որտեղ օրենքով սահմանված կարծիքը 8 ժամի աշխատանքային ժամ է, բայց գիտեք շինարարությունը դա լինում է 12 ժամյա, մարդիկ գիշերն են աշխատում, որպեսզի ինտենսիվ երթևեկություն չլինի, պետք է համահունչ գնանք բանով, մենք իհարկե լրացուցիչ վճարումներ միշտ աշխատողներին անում ենք, օրենքով սահմանված կարգով, մենք կարգը չենք խախտում։ Կինաբաջան ասում են յուրաքանչյուր հաջողակ կնոջ թիկունքում շատ նվիրված ու շատ ուժեղ տղամարդ կա։ Այո, իմ ամուսինը իր ընտանիքին եւ ինձ շատ նվիրված է։ Այդտեղ էլ ասեմ իմ բախտը շատ է բերել։ Այո, իմ ամուսինը շատ է օգնում։ Մենք միմյանց ենք շատ օգնում։ Եթե այնպիսի գործեր կան, որ դա զուտ տղամարդու գործ է, դա բացի նրանից աշխատանքից շատ հաճելի որ կողքդ միշտ վստահելի մարդ ես ունենում։ Միշտ կարող ես հենվել իր վրա, ամեն ինչով։ Հաջողության գրավականը սերն է։ Սերն է, նվիրվածությունը, իհարկե։ Ամեն ինչում, տանը, ընտանիքում եւ այն աշխատանքում, որով զբաղվում ենք։ Փոխադարձ հասկանալը իրար, ճիշտ ընկալելը միմյանց, դա հաջողության գաղտնիքն է, իհարկե։ Ամեն ինչի հիմքում պետք է հարգանք, սեր եւ հավատարմություն լինի։ Մնացածը սա լինելու բան է։ Տիկինաբաջան, իսկ ինչ է կարծում, ինչ թերություն ունեք։ Ես չգիտեմ, ամուսնուս հարցրեք։ Չունի։ Երեխաներիս հարցրեք, չեմ կարող ասել։ Ես մինչև այսօր թերություն չեմ նկատել, կարամ ավելի շատ առավելությունների մասին խոսեմ։ Թերություն չունի, մեկ-մեկ իրան թերագնահատում է, բայց ընդհանրապես չի, ասի իր թերագնահատածները հակառակը իր ամենամեծ ու գեղեցիկ պլյուսներն են։ Թերություն կասեմ դա թե առավելություն, բայց կասեմ, որ շատ խղճով է։ Դա էլ իր հերթին իր բացական հետևանքներն է ունենում։ Թերություն խիստ է, եթե դա կարելի է թերություն համարել։ Թերության միակ բանը գիտեք ինչն է վատ։ Չնայած բացադրել եմ ես աստվածաշունչով, մարդկանց շատ է հավատում։ Վստահում է։ Իսկ տեղեր է լինում, որ մարդիկ իր համեստությունը ուզում են չարաշահել։ Ինքը հանգստանալ չունի, ինքը տարիներով աշխատում է, ճիշտ է ինքը գովում է, որ տարիներով չի գնացել արձակուրդ, բայց դա էլ է շատ վատ, ինքը ամեն անգամ մի բան պետք է անի, ինքը չի կարող իր տեղը նստի։ Գիտեք ինչ, թերություններ կան, որ դա անընդունելի է ընդհանրապես մարդու սաղ կյանքը կարող է մարդուն ուղեկցի այդ թերությունը։ Բայց թերություններ կան, որ վերաստում երբեմն շատ եմ խոսում, միգուցե երեխաները կարող են մի քիչ դժգոհում են, մամա ասեցիր, սենց է, բայց ես սիրում եմ որ խոսամ, այսինքն ես խոսում եմ իրանց բարեկեցության համար, ուրիշ բան չի, ամեն ինչը ինչ որ արվում է, իրանց ապագան կերտում ենք, աշխատում ենք ոչ միայն իրանց, նրանք պետք է իրանք ամուր կանգնեն իրանց ոտքերի վրա, անկախ նրանից մեր բիզնեսն է թե ինչ, իրենք պետք է իրենց կյանքը ընտրեն, իրենց կյանքը իրենք են դասավորում։ Հզոր գեներ ունեք, այդ մասին չխոսեցինք։ Այո, մեր գեները շատ ուժեղ են։ Մենք սերված ենք աբաջանների ընտանիքից, որոնք քաղտել են մեր պապերը, քաղտել են խնուսից, մուշից։ Եվ ունենք նաև հերոս մեր աբաջան Ռոբերտը, ինչպես գիտեք, հետո մենք իմացանք, որ մենք ազգակցական կապեր ունենք միասին եւ ոչ միայն ունեցել ենք դերասաններ Վլադիմիր Աբաջյանը, հայրիկիս հորեղբոր տղաներն են բոլորը,
Վարդուհի Վարդերեսյանը, որը Գևորգ Աբաջյանի կինն է, ունեցել ենք լավ բժիշկ, կարդիոխիրուրգ Գյումրիում, որը հիմա հիվանդանոցը Վաղաշակ Աբաջյանի անունով է։ Այո, մեր գենետիկան ուժեղ է եւ ուզում եմ որ պահենք այդ գենետիկան, ես ինքս ինչքան հնարավորինս պահել եմ։ Տիկին Աբաջյան, երջանկության ընկալումը յուրաքանչյուրիս մոտ տարբեր կերպ է։ Այնց հետաքրքիր է երջանկություն ասելով դուք ինչ եք հասկանում, ինչ եք պատկերացնում։ Երջանկությունը դա մի հատ իմ կարծիքով մի հասկացություն է, որ իր մեջ մի քանի բան է ներառում։ Դա սերն է, դա հարգանքն է, դա ընտանիքին նվիրված, աշխատանքին նվիրված, կա չէ երջանկության մեխանիկա ֆիլմը, որ ասում եք երջանիկ համարում եք ձեզ, ասում են սիրած գործին նվիրվելը, ընտանիքին նվիրվելը, ճամփորդել հաճախակի չի չի բանում, երեխաներս են ճամփորդում շատ, բայց երջանկությունը ես ինձ երջանիկ մայր եմ համարում, երջանիկ կին եմ համարում, որտեղ ունեմ լավ սիրող ամուսին, ունեմ լավ սիրող երեխաներ, դաստիարակված երեխաներ, եւ մեր ընտանիքը խաղաղ ընտանիք է։ Այո, ես ինձ համարում եմ երջանիկ կին, այս կյանքում, այսպես ասած, ստացված մի կյանք, որը հետք է թողելու ամեն ինչի մեջ, եւ ընտանիքի եւ մասնագիտության մեջ, ըստ երևույթին երջանիկ եմ համարում, այո, երջանկությունը այդ բոլոր ամեն այդ հասկացությունների միախառնությունն է, որ իր մեջ այդ բոլոր բան թվարկածները, այո, բաղադրիչները կան, դրանք պարունակում են իրենց մեջ։ Իսկ սա թերևս ամենամեծ հարստությունն է։ Իհարկե, ես մենակ ցանկանում եմ, որ մեր երկրին, մեր հայոց աշխարհին խաղաղություն լինի։ Ինչ կորսեր ենք հետ բերենք, չգիտեմ դա երբ կլինի, ամենայնիվս իմ ցանկությունն է դա, որովհետեւ իմ երեխաները այստեղից չթողնեն հեռանան, ընդհանրապես ոչ ոք չհեռանա, ոչ միայն, որովհետեւ մենակ մերոնցով մենք չենք, դա մեր հայազգի բոլոր մարդիկ են, որոնք եթե լքում են երկիրը, դա շատ մեծ ցավ է, որովհետեւ մենք միայնակ չենք կարող ապրել, դրա տեղը ուրիշ մեկն է գալի օտար երկրացի, դրա բաց տեղը պետք է փակվի, դրա համար չեմ ցանկանում, որ ես ցանկանում եմ, որ խաղաղություն լինի եւ չեմ ցանկանում, որ արտակարգ լինի ընդհանրապես։ Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։